ասեմ, դուք որ չար եք, ասեց Հիսուսը, բարի բան եք անում։ Իր գնահատական, իր կենսագրը, իր մեր մասին կարծիքը այդպիսին է։ Մենք ծնվում ենք եսակենտրոն, փառամոլ, դիսկապաշտ, այդ ամենամեծ թշնամին է քրիստոնյայի։ Ամենամեծ թշնամին, որ ուզում է ինքը երևա, ուզում է ինքը կարծիքը իր մասին մեծ լինի, ուզում է ինքը վերջապես, գիտեք ինչ, դա պղծություն է։ Դա տենց դիրքերի ձգտում են շատ կներեք չվիրավորվեք նրանք, ովքեր չեն ճանաչում Հիսուսին։ Նա ասեց սովորեք ինձանից, որ ես հեզ եմ ու սրտով խոնար։ Ինչ արեցին նրան, թքեցին, նսեմացրեցին, խփեցին, ինքը այդ սաղ տարավ։ Իսկ հիմիկվա ժամանակակից քրիստոնյաներ դες կոմունիստների վաղ նույնպես ենթարկվել եմ KGB-ի վերջապես սպառնալիքներին, նույնիսկ հարվածներին, դժվարություններ եղել են։ Եվ ես բոլորովին չեմ կիսում այն քրիստոնեությունը, որը մակերեսային է, որը ինքը ուզում է անպայման երևա, ինքը կարևորվի, ինքը դիրքը իրան մեծարեն, իրան վայ։ Մեր առաքյալները ծեծվել են, ջարդվել են, թքվել են, մրվել են, սպանվել են եւ հազարավոր քրիստոնյաներ Հռոմի ամֆիթատրոնում հազարավոր քրիստոնյաների սպանեցին, առյուծների բերանը տվեցին եւ այդ կանայք երեխեն գրկին առյուծը մեկը խլել էր մոր գրկից, բայց իրան կանգնում էին ու ճվում էին, աղաղակում էին ամբողջ ամֆիթատրոնով մեկ Քրիստո, հանուն Քրիստոսի, դուք կարող եք հանուն Քրիստոսի անարգանքներ տանեք, ձևաբերվել է ձեր մեջ այդպիսի հատկություն, դուք կարող եք, երբ որ ձեզ չոր են ասում, դուք ջան ասեք, դուք սովորել եք արդյոք սիրեցեք ձեր թշնամիներին, ես համարով կավարտեմ, սիրեցեք ձեր թշնամիներին, եթե թշնամիներին պահանջում է սիրել, Սկի մարդու կնիկ իրար չեն սիրում, աղբեր ու քուր իրար չեն սիրում, եկեղեցու մեջ անդամը իրար չեն սիրում, ամոթ չի դա, բայց լավ, սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք նրանց, ովքեր ձեզանից ունեն։ Սենց բան, քանի հատ քրիստոնյա կգտնեք, որ անից են ասեն, բալեքը թաղեմ, մեսալեմ են անեմ, դու ասես Աստված թող օրհնի քեզ։ Սենց քրիստոնյաներ կան, յարապ, մակերեսի վրա պետք չի լողալ, հա։ Ռադիկալիզմը քրիստոնեության պետք է ըմբռնել, ինչ է նշանակում լինել քրիստոնյա, սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարիք արեք նրանց, որոնք ձեզ հալածում են, նեղություն են տալիս, եւ ուզում եմ իմանաք, այդպիսի վարքագծով անձնավորությունների միջոցով Աստված շատերի, հազարների փրկել է, որոնք սովոր են կրել Հիսուսի խաչը, անարգանքները, մերժվածությունը, ստորացումները, դիրքապաշտությունը թողել են եւ գնում են Հիսուսի նեղ ճանապարհով, նրա խաչի ճանապարհով։ Թող Աստված օրհնի ձեզ եւ ինձ բազմամեղից, որ կարողանամ տանել այն բոլոր դժվարությունները, ինչ լինում են նաեւ ծերունական ժամանակ։ Աստված օրհնի ձեզ։ Աղոթի մեզ համար։